Այո, միայն զինված ապստամբություն Նիկոլին հեռացնելու համար։ Հիմա դες չէ՞ որ Լենինը ամեն ինչ սխալ ասէ, կա որ ճիշտ նկատառումներ էլ արել։ Օրինակ, եթե հիշում եք, իշխանությունը շպրտած է փողոցում, մի զլանար վերցրու։ Ես չգիտեմ ինչպես է սովորված դպրոցներում, բայց խորհրդային տարիներին պատմության դասավանդում են։ Նույնը կարող եմ ասել մասին Հայաստանի կոչված հանրապետությունում։ Ես ասում եմ, ոչ մի զինվորական, անգամ այդ ղախպա գլուխները, որոնց Փաշինյանը նշանակել է, Սուրեն, այն գեղցին այն որ կրմադաշտից փախնում էր այդ ղախտը, անգամ դրանք չեն պաշտպանի, այսինքն նաև այդ մուսր բոզի վաստակները, որոնք միայն կարող են հարձակվել անզեն մարդկանց վրա։ Եթե վրեկները կրակես, ռեալ կրակ բացես, զեկները շպրտելու են փախչել, ոչ մի ղախպա Փաշինյան դրանք պաշտպանողը չեն, չեք հասկանում այս կանը։ Դուք պետք է կույր եւ անհասկացող լինեք, եթե այս կանը չեք տեսնում եւ չեք հասկանում։ Ինչ դիմ շաշ կա, ինչ հանրահավաք, լսեք ինչ եմ ասում։ Հայաստանի տարածքում դեռ կան լանջեր, սարալանջեր, կիրճեր, ձորեր եւ անտառներ ի վերջո։ Ամեն ինչը չի, որ մուսրական հսկողության տակ է պահում։ Կարող է պահել դեռ Սերժիկի օրվանից այդ ղախպեն գյուղերը տեսեք ինչ հսկող բան մցել այդ ղախպեն, առանց այդ փչացած են գեղեցիկ լիկ։ Բաբի ես քո Սերժիկ, ես դրան անեց եմ վառելու ձեռս եմ։ Կարճ ասած, մի տեղը տենց տալդատեղ մի հատ հավաքում եք, մի հատ գունդ եք հավաքում, զենք եք հավաքում։ Ու զինված, լսում եք, հիմա այս ձեռս թողնեմ, որ ասենք ատրճանակները պահած, զենքել այսպես պահած, գալիս եք Երևան, որտեղ մուսր տենում եք, կրակում եք վրեն, դա չի բանանի։ Ոչ մի ղախպա Փաշինյանի համար նա գնդակի տակ չի մտնի, դուք չեք հասկանում, այդ կանը չեք տեսնում։ Դու առանց սպասելու կրակեք ստատկացել, քնչեց մուսր աշխատում ղախպա։ Մանավանդ այն բաներ են, դիմակարված սև շորերով են ծածային ոնց է, Փաշինյանի ծածային անվտանգությունը։ Դրանց գյուլեք, դրանք փախները կրակեք ստատկացնեք, թող իրանց տները սուկ լինի։ Բոզի վաստակներում եք ծնողները ես ձեր։ Սատանա ղախպի թուլեք, ում եք թող սատ կրակեք դրանց ստկացնեք, կարճ ասած։ Ոչ ոք իրան չի գցի կրակի տակ, հասկանում եք, այդ բոզի տղա Փաշինյանի համար։ Բայց ես չգիտեմ սա ում եմ ասում։ Եթե այս կանը գաք, անեք, եկեք Երևան, գրավեք հերթով կառավարական շենքերը, իսկ մնացած մասը օրինականացումը կներեք, այդ ղախպային ժողովում եք անել ուժեր, չգիտեմ, դաշնակներ, որոնք օրինականացնեն, դա խնդիր չի։ Չէ, հանրահավաք, ես իմ ինչ ընտրություն, տեսակ ինչ արեց այդ ղախպա բոզի տղեն Փաշինյանը, այդ եպիսկոպոսների նկատմամբ դա անգամ ծիծաղալու է, եթե այդ զենքերը տուֆտա զենքերը, չէ, այսօր եթե մտնես Կոտայքի մարզի ցանկացած գյուղ, ցանկացած տան մեջ ավելի շատ զենք կհայտնաբերես, քան այն ինչ որ իրանք հրապարակեցին այդ քնչական բոզի ծնունդը ես դրանց վաբշե դրանց սատկացնել է պետք, դրանց տները պետք է սքով լցված լինի, ծնողները քուն եք դրանց, ես էլ ուրիշ ասելու ես չգիտեմ ես ում եմ դիմում, հա, ընտրություններ ասում ասպա, ինչ ընտրություններ, ինչ եք խոսում, բոզի տղա սատանեն Նիկոլը ձեզ ընտրություն կթողնի, հիմա որ այդ տուֆտակ մեկնաբանություն չկա, ես անձնագիր չունեմ, որ սահմանը հատեմ, որ կարողանայի, ես օդանավակայան չէի կարողանա իջնել միանգամից, ոնց որ 3 բաժամուկ մուսր ուղարկեցին ինձ, ես քո նանը, Սերժիկ, ես քո ընտանիքն եմ վառելու, բայց որ հնարավորություն լիներ դեսանտի նման իջնել, ինչ-որ մի վայրում, ես հենց հիմա կոկ տվեի, եթե ձեզ հնարավորություն լիներ, մնացածը սուտ է, ինչքան ուզում են, հաչան, ինչ, դիմշաշ կա, հարի ինչ հիմարություններ,